Այս ամենից ես օգներ Հայ ֆանատը ներկայացնում Դուք կապրում եք զուտ ուտելու բամբասելու համար Ես զզվում եմ ձեր նմաններից կիլոմետրով Աբիշնիկի ու նախանցի հոտապիչում ձեր վրից Նույն բանը այսօր ու նույն բանը վաղ Ջույն մերսի, որ համաձայնեցի Ողջույն, խնդրեմ, ձեզ եմ մերսի Սամոն Ֆրանսիայից հետաքրքրվում է ինչ վերնագիր կունենա քո հաջորդ ալբոմը Վերնագիրը հələ որոշված չի Ես հիմա հələ աշխատում եմ գործիքավորումների վրա Ալբոմը վերջնական պատրաստ կլինի երևի գարնանը Հենց ամենավերջի սրոք մայիսին վաստող եմ Բայց անվան հետ կապված բան չեմ կարող ասեմ Հələ որ տարբեր վերսիաներ ունեմ Դավիթը Լոս Անջելեսից հարցնում է ինչ եք կարծում երբևէ կարող եք նորից Միշոյի հետ համատեղ դուետ կամ կլիպ նկարահանել եւ կուզենայիք արդյոք դա անել Հնարավոր է ամեն չէ հնարավոր է բայց տվյալ դրությամբ այտենց պլաներ չկա ու մոտակա տարիների ընթացքում դժվար է լինի ու ես չեմ էլ ուզում ինչ որ տենց հույսեր տամ ֆանատներին որ ինչ որ սպասեն հայ տղեկ կամ բան մոռացեք դրա մասին եթե լինի բայց ոչ իմ կողմից տենց ինչ որ քայլեր արվում ոչ էլ Միշոյի կողմից մենք անհատ ենք աշխատում ու մեզ տենց ձեռա տալի Շատ ես հանդես գալիս դուետներով, ոնց ես ընտրում այն մարդկանց ում հետ պիտի երգես Լինում են դեպքեր, որ ինձ են ընտրում, այդպես դեպքեր լինում, եթե ես եմ ընտրում իմ ձայնասկավառակի համար, այն մարդկանց եմ ընտրում, ովքեր ոնց որ սազում են տվյալ երգին անկախ, չգիտեմ, այդ մարդը ինչ որ տենց այդքան հայտնի է, թե չէ, ես մեծամասնություն աշխատում եմ սկսնակների հետ, ես ավելի շատ գերադասում եմ ինչ որ սկսնակ տաղանդներին ճանապարհ բացել, կանց թե ինչ որ հայտնի մարդու հետ զուգ երգաներ, զուտ ինչ որ տենց ռեյտինգի կամ ինչ որ PR-ի կամ ինչ որ տենց բանի համար ես տենց բաներին չեմ նայում, ես նայում եմ զուտ որակին ու ամեն ձև ուզում եմ ինչ որ մի ձև օգնած լինեմ այն մարդկանց, ովքեր տաղանդ ունեն, բայց տենց մարդիկ իրենց չեն ճանաչում ու կարիք ունեն ոնց որ ռասկրուտկի կոպիտ ասած Ինչպես ես վերաբերվում մեր այսօրվա երգարվեստին, թե պոպ ասպարեզում, թե ռեփ, տեսնում ես ինչ որ աճ Տեսնում եմ, չնայած մի քիչ դանդաղ է զարգանում եմ կարծիքով, բայց որ զարգանում է դա ակնհայտ է, չնայած քիչ մարդիկ կան, որ տենց պոզիտիվ են տրամադրված, մարդիկ կան, որ կոնկրետ իրանք вообще հույս չեն տենում Ես միշտ հույսը ման եմ գալի այն տեղերում, որտեղ ուրիշ մարդիկ ման չեն գալի, ես միշտ ման եմ գալի նորահայտներին, այն մարդկանց, ովքեր կոպիտ ասած հանրությունը կարող է առաջի հայացքից ոչ մի բանի տեղ չդնի, ես միշտ բանի տեղ եմ դնում, կոպիտ ասած գտնում եմ այն մարդու մեջ ամենալավագույնը ու փորձում եմ այդ մարդուն բացատրել, որ այս ուղղությամբ ավելի լավ կլինի շարժվել։ Դրա համար ես քանի որ շատ եմ շփվում այդպես մարդկանց հետ, ես կարամ հաստատ ասեմ, որ ապագայում շատ լավ բաներ է սպասվում, թե ռեպի ասպարեզում, թե ընդհանրապես այստրադայի, ասենց ասեմ։ Երբեք չես մտածել, որ գալու է մի ժամանակ, երբ էլ չես երգի։ Մտածել եմ, ամեն օր եմ մտածում եմ, բայց այդ ժամանակը իմ կարծիքով չեմ կարող ինչ-որ սրոք տնեմ, քանի որ իմ գլխում անընդհատ մտքեր կա։ Եթե ես միշտ էլ ասել եմ, եթե ես չեմ երգի այն պայմանով, երբ որ ես իմ ֆանատներին պետք չգամ, ու ես եթե կզգամ հաստատ, եթե պետք չեմ, ուրեմն անիմաստ է իմ աշխատանքը, բայց հələ որ տենց մտքեր իմ մոտ չի գալի, ու անընդհատ ես նենց եմ աշխատում, որ իմ լսարանին ու ընդհանրապես կարող են մարդկանց էլ
ասենք ինձնով այդքան հետաքրքրված չեն, ես կստիպեմ որ իրանք ինձնով հետաքրքրվեն, որտեվ ես այնպես բաներ եմ անում, որ ինձ թվում է պետք է ուշադրություն գրավի, այտենց անշուկ անհետաքրքիր բաներիս իրար չեմ սիրում եմ անել նորը ամեն անգամ ինչ որ էքսպերիմենտներ, ամեն անգամ թեթև ինչ սկանդալն, ինչ այդ սկանդալային բաները իմ մոտ ոնց որ այտենց ինքնըստինքյան է ստացվում, որտեվ մեր երկիրը այնց այնքան հետ է ոնց որ որ մարդու անկեղծ լինել այդ արդեն սկանդալ է։ Ես միշտ այդ եմ պրոպագանդա, որ անկեղծ լինել, եթե ինչ-որ մի բան դուրը չի գալի, ասա, որ դուրը չի գալի, եթե ինչ-որ դու ջղայնացած ես, քֆուր տու։ Այդ է, ասենք, նորմալ մարդկային բաներ է, որը, ասենք, մեր մոտ էլ է տենց մարզվաշի, դրա համար ինչը որ ես անում եմ, տենց սկանդալային է թվում։ Բայց դա սկանդալ չի, ես շինցու բաներ չեմ անում, ես անում եմ այն ինչ որ իմ ոգու խորքում է, ես պրոստը կիսվում եմ հանրության հետ, առանց ոչ մի ինչ-որ կոմպլեքսների։ Ինչ ես մտածում եմ, դա էլ ասում եմ, ճշմարտությունը։ Չես պատրաստվում բացես ինտերնետային կայք։ Ճիշտ ասած ինտերնետային կայք շուտվանից ենք պլանավորել, բայց անընդհատ հետաձգվում է, բայց մյուս տարի լինելու են երկու կայք, համ իմ անձնական հետը Հայկո KTM-ը եւ հետը production KTM-ը գործելու է։ Ինչը կապված է ինտերնետի հետ, կա Facebook-ում official page, մենակ այդտեղ կարող են, ասենք, իմ հետ գտեք, կարող է անձամբ իմ հետ չէ, բայց ասենք հավաստի ինֆորմացիան դից կարան քաղեն։ Ադնակլասնիկում կա official fan club, որը իմ ընկերներն են զբաղվում, իսկ անձնական edge ինձ թող ման չգան, ես ամեն առիթով միշտ մարդկանց զգուշացնում եմ, որ զգուշ մնացեք Ադնակլասնիկի իմ անունով բացող այդպես պրոֆիլներից, որովհետև ահա որ շատ են ու ոչ մեկ ես չեմ։ Ես մենակ կամ Facebook-ում։ Հայկ հետը Մարգարյան հայերեն տառով, եթե ցանկացողներ կան կարող են դրուժից տալ։ Իսկ առհասարակ որքանով ես գնահատում ինտերնետի առկայությունը առօրյա, չի խանգարում ձեզ։ Չէ, ընդհակառակը ավելի օգնում է։ Ինտերնետը նույնս բան է, որ համ վնաս է, համ օգտակար է, դա կապված ասենք մարդուց, ով ոնց է օգտագործում։ Ինտերնետը իմ կարծիքով ուշ ապագան իրա ձեռն է։ Ամեն ինչ հեսա լրիվ տեղափոխվել է on-line ռեժիմ իմ կարծիքով ու պետք է ոնց որ զգուշ վերաբերվել ինտերնետի հետ։ Ես sense եմ կարծում, որ ինչը որ թաքցվում է հեռուստացույցով եւ այլն ու ամեն ինչն է թաքցվում, ինտերնետով դու կարող ես գտնել ճշմարտությունը։ Մենակ դրա համար արժի հարգել այդ հասկացողությունը, որ չգիտեմ YouTube-ով դու կարող ես գտնել այնպես բաներ, որ ասենք կյանքում դու հեռուստատեսություն չես տեսնի, չես իմանա։ Մի խոսքով շատ լայն բան է ու ել եմ ասում մարդուց է գալու, մարդու ցանկություններից, եթե մարդ ինքը ցանկանում է պրոստը տուպը մտնի աղջիկ կպցնելու համար ինտերնետը ասենց մարդու համար սխալ է աշխատում, բայց եթե ինքը ուզում է ինչ-որ ինֆորմացիա քաղի, ինքը անպայման գտնի այդ ինֆորմացիան, իրան ինչ-որ օգտակար բաներ, որը չես գտնում ցավոք սրտի հեռուստատեսությամբ։ Դու ունես երկրպագուների մեծ բանակ, ո՞նց ես կարծում, ի՞նչն են իրանք ամենից շատ գնահատում քո մեջ, ի՞նչն է քեզ առանձնացնում մնացածներից։ Չգիտեմ, դա երևի ինձ մարդիկ պիտի ասեն, բայց որոշ չափով կարա մի քանի բան ասեմ, ինձ թվում է, որ անկեղծություն է, որ միշտ անկեղծ եմ եղել իմ երկրպագուների հետ, կյանքում իրենց չեմ խաբում, անում եմ ամեն ինչ, որ իրանց դուր գա իմ արածը, դրա համար ասենք կոպիտ ասած, չնայած ֆանատներն իրանք են շատ պահանջկոտ, եթե ես որ ֆանատների լրիվ իրանց սրտով գնայի, ես ասենք տարին մի 10 դիսկ թողի, որտեվ ալբոմը թողարկելուց հետո մի անգամից ուզում եմ բա մյուսը եփ հալինելու բան, ոնց էլի, դա սխալ է, ես ոչ մեկ չնեղանա, որ ես ասենք ինչ-որ որոշ ժամանակ, չեմ դա նորմալ երևույթը արտասահմանում 3-4 տարի է տևում, մինչև մյուս ալբոմը թողարկվի, դա ճիշտ պրոդյուսերսկի տակտիկա է, ես դրա համար ես երկու մասի եմ բաժանում, եթե ես իմ սրտով ամենայն սրտով գնայի, պարզապես ասենք շուշուտ կհանեի, բայց ես ոնց որ իմ ռեժիմը փոխում եմ որպես պրոդյուսեր, քանի որ ես ինքս հանդիսանում եմ իմ պրոդյուսերը,
մտածում եմ, որ սխալ է տենց ամեն անգամ տենց ինչ-որ տենց ինֆորմացիայի մեծ քանակ տալ։ Պետք է ինչ-որ պիրուտներ, պերերիվներ, ընթացներ կա, համերգային գործունեություն կա եւ այլն եւ այլն։ Դրա համար ամել էդի իօքուտ ֆանատներ են, որտեվ ես չեմ ուզել ինձ անեմ, որ այնքան շատ էլ իմ կողմից ինֆորմացիան, որ իրանք ինձնից հոգնեն։ Էդ էլ կա, այդ մտավախությունն էլ կա, չնայած իմ պարագայում էդ էլ դաժե չի սպառնում, բայց ամեն դեպքում ես փորձում եմ այնց անեմ, որ ամեն ինչը համի մեջ մնա։ Դրա համար շատ տեղեր այդ կան, աշխատում եմ Չերևան, լիքը պրոյեկտներ կա, որ մերժում եմ։ Լիքը բաներ կա, որ ես ինքս ինձ զրկում եմ, չնայած մարդիկ ասում են, օրինակ, խի չես գնում այստեղ, խի չես գնում։ Ես ասում եմ, տենց ա պետք, ես տենց եմ տենում իմ ճանապարհը։ Եթե ես այդտեղ ինչ-որ մի բան իմ սրտով չի, ես չեմ անում դա, ոչ մեկ ինձ չի ստիպում ես գնամ, ինչ-որ ես ինչ պրոյեկտի մասնակցեմ կամ սենց։ Դա արդեն ապագան ցույց կտա, ես ինչքանով եմ իմ քայլերը ճիշտ տալը։ Եթե իմ երկրպագուների քանակը շատանա, այ ոչ թե քչանա, նշանակում է ես ինչ-որ ճիշտ բաներ եմ արել։ Դա զուտ, դա ժամանակի հարց է։ Դա կոնկրետ հիմա այդպես խոսալ, ես զուտ հիմա ոնց որ ապագայի վրով եմ խոսում, բայց դա ավելի շատ պիտի հենց երկրպագուները դատեն այդ ամեն ինչը։ Ինչպես ես պատրաստվում ամանորին, առհասարակ սիրում ես այդ տոնը։ Առհասարակ սիրում էի փոքր ժամանակ, հիմա չեմ սիրում։ Հիմա ընդհանրապես տոներին մի քիչ մատերի արանքով եմ նայում, որովհետև պիտի այնեն սաբրես, որ ամեն օր քո համար տոնը լինի, էլի, ես չգիտեմ, մարդիկ կան պրոստը իրանք ձև են տալի, որ տոնին իրանք ուրախ են, այդ ես չեմ սիրում։ Եթե ասենք այնց աներ, որ ասենք մինչև տոնը ուրախ լիներ, ինչ բարդ է դիրա, այնց պասես մի տարի, որ այդ օրը ինչ-որ շամպանսկի խփեք, ուրախանաք։ Եթե ուզում ես շամպանսկի խմես, խմի այդ, ասենք մայիսի 4-ին, ասենք, ինչ բարդ է դիրա, հենց նոր։ Չնայած, ասենք ես պրոստը բանը մի քիչ շատ եմ ավելի, չարոնակ տեղեքի հետ որ խոսում ենք, ես ոնց որ գրինչ եմ, գրինչը նա այդպես հեքիաթային հերոս է, կանաչ գույնի, որ ինքը նոր տարին շուտից բեսը բանը վատա վերաբերվում նոր տարին, չէ, այդ կարգի էլ չէ, բայց պրոստը արդեն այն հետաքրքրությունը չի, ինձ թվում է հետաքրքրությունը կլինի հետո է, որ արդեն երեխան ծնվի, արդեն երեխու համար է արդեն այդ ամեն ինչը անում, որ իրան ավելի հաճելի լինի։ Դա չէ, մենք մեր համար, ասենք, ես էլ կինս էլ այդպես առանձնապես չենք ընկնում այդպես նոր տարվա բաների հետ, չնայած կինս ունի սեր, ես առանձնապես չէ այդպես։ Բայց էլի նշում եմ ամեն դեպքում ես նոր տարին աշխատում եմ տանը լինեմ, տանը նշենք կամ բան, չնայած այս տարի շատ հնարավոր է, որ ոնց որ աշխատանքի լինեմ, կարող է դուսը լինեմ։ Եվ վերջում մեր արդեն ավանդույթ դարձած հարցը, ինչ ես ցանկանում հայ ֆանատ կայքին եւ նրա այցելուներին։ Հայ ֆանատին ցանկանում եմ մեծ տրաֆիկ, ցանկանում եմ ավելի ոնց որ լայնանալ ու ընդհանրապես ինչ որ խոսացինք ինտերնետից, ասենք պետք է այնքան զարգանա, որ շատ մարդիկ հետաքրքրվեն հենց ինտերնետում դրված ինֆորմացիայով։ Դա պետք ասենք չեմ ես բաներից այդ մաղթանքներից մի քիչ թույլ եմ, ինձ թվում է դուք հասկացաք ես ինչ նկատի ունեի։ Նորանոր պրոյեկտներ, հետաքրքիր բաներ մտածեք, օրինակ այս ինտերվյուները շատ լավ է, ես ողջունում եմ, որ այս վիդեոային ժամանակ ես մի քանի անգամ եմ ինտերվյու տվել մի անգամ, բայց բանով, չէ, այնպես դիկտաֆոնով հիմա արդեն վիդեո ինտերվյու կարող է հետագայում շատ լավ միտք կա, որ ինչ որ հենց միանգամից on-line մարդիկ հենց, չգիտեմ, Skype-ով կապնվեն, հարցեր տան, մի խոսքով լիքը իդեաներ ձեզ, դա կատարածնեք, ի ուրախություն մեզ։ Շնորհակալություն։